Համոսայանը փոքր էր։ Մի օր, երբ ծնողները գնացել էին Սարխոթնձի, երեխաներով ընկնում են մեծ եղբոր Համոյի հետևից, որ գնան դաշտ, սիրտ ուտելու։ Բայց ճանապարհին զգում են նոր թխվող լավաշի բույրը եւ չեն կարողանում առաջ շարժվել։ Ախորժելի հոտը արփեցնում է քաղցած մանուկներին։ Հանկարծ լավաշի դարսը թևին գցած դուրս է գալիս ձեր հացթուխը եւ երևի խղճալով լավաշ է հյուրասիրում փոքրիկներին։ Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց մենք ինձ կուտենք, պահեք մեր հորն ու մոր համար։ Չկերանք, պահեցին մինչև հայրս ու մայրս եկան, լավաշը Համոն ծոցից հանեց, տվեցին ինձ, հիշում է Համո Սահյանի քույրը, Հասմիկը։ Ծնողները հարցնում են, թե երեխաները արդյոք կերել են, նրանք պատասխանում են, ոչ, չենք կերել։ Մայրն ու հայրը լաց են լինում։ Համո Սահյանը միշտ ուսմունքով էր հիշում իր կյանքի այս դրվագը։ 10-ամյա այն քրոջն ասում է. «Այն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա»։ Մի հետաքրքիր փաստակ ես պատմեմ։ Համո Սահյանին խնդրում են, որ կարդա իր գրած առաջին բանաստեղծությունը։ Հրաժարվում է։ Ասում է. ընտանեկան ալբոմում հաճախ մեր երեխաների լուսանկարներ ենք հանդիպում։ Դրանք հրապարակվել չեն ցուցադրում, տան համար են։ Համո Սահյանի մայրը վաղ է մահանում։ 3 ամսական տղայի Հայկի խնամքի պատասխանատվությունն ու հոգսը մնում են 12-ամյա քրոջ Հասմիկի վրա։ Մյուսները Հասմիկից փոքր էին։ Համո Սահյանն այդ ժամանակ 21 տարեկան էր, Բաքվում էր սովորում։ Երբ գնում էր հայրենի գյուղ, ինքն էր խնամում փոքրիկին, օրորում, կերակրում, լվանում շորերը։ Ասում էր, գոնե մի լավ բան արած լինեմ մամայի համար, մորս համար ոչինչ չհասցրի անել։ Ամիսներ անց փոքրիկը մահանում է։ Սահյանը շատ ծանր է տանում փոքր եղբոր մահը։ Երեխայի թաղումից հետո, երբ ընտանիքով հավաքում են սեղան շուրջ, Սահյանը արցունքներ աչքերին 12-ամյա քրոջը Հասմիկին խնդրում է մայր լինել քույրերի եւ եղբայրների համար։ Այդ օրվանից ի վեր քույրերն ու եղբայրները Հասմիկին մամա են կոչել։ Նամակներում գրում էին. «Սիրելի մամա Հասմիկ»։ Պատերազմի ժամանակ Սահյանը մի անգամ կապիտանի հրամանը չի կատարում ու հակառակ իրեն տրված կրակ հրամանի վազում է ջուրն ընկած մեկին փրկելու։ Կապիտանը կանչում է բացատրություն պահանջում։ Սահյանն էլ պատմում է կատարվածը, բայց կապիտանը համառում է. «Քեզ կարգադրված է եղել կրակ, դե հիմա ջրվիր եւ քայլ առաջ արա»։ Այդպես Սահյանը հասնում է նավի եզրին ու կանգնում։ Կապիտանը թիկունքից նորից կրկնում է. «Քայլ առաջ»։ Ձմեռ, սուրճ, սառնամանիք Սահյանը մի քայլ է առաջ գնում եւ ցատկում է ջրի մեջ։ Ճիշտ է, անմիջապես հանում են ջրից, բայց արդեն սառած է լինում ու դրանից հետո նրա միտոքը վնասվում է։ Եվ Համո Սահյանի տարբերությունը ո՞րն է, հարցնում են Շիրազին։ Երկու սերը կտեսնենք եւ կհավատանք Աստծուն։ Համոն գլուխը կավ, ես գլուխս բարձր պահած։ Ինքը հողի մեջ կերցա, ես ամպի։ Իմ սիրտը հարբուխով կճաքի, Համոյին է ամպրոպով։ Ես անձրևով կուլամ, Համոն խոտի վրայի շաղով, այսքանը։ Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին, ապաքինում է նրանց վիրավոր քայքավայր նյարդերն ու հոգիները։ Ահա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի տողերը Սահյանի մասին։ Անջատեիր, սակասի չեմ միացրել։ Չեմ միացրել։ Ես կացու, լա, դավայ։ Доброе утро, дорогие мои!